Պրիվետ հերթական հայերենի էպիզոդն ենք անում, որտեղ որ ես գալիս եմ ու կարդում եմ AI նորություններ ու պատմում եմ դրանց մասին։ Եթե դու չգիտես ինձ, իմ անունը Արամ է, ես զբաղվում եմ AI ավտոմատացումներով ու միանգամից անցնում ենք արդեն գործին պատմելով նորությունները։ OpenAI-ի O3 Pro ավելի խելացի, ավելի հուսալի AB, ծանոթացեք OpenAI վերջին inference շարժիչին, inference engine O3 Pro-ին, այն հզորացնում է GPT-4 Turbo-ն ChatGPT-ում եւ ապահովում է ավելի խելացի, արագ եւ հետեւական պատասխաններ տարբեր առաջադրանքների համար, ինչով է տարբերվում O3 Pro-ն։ Ավելի լավ է հետևում հրահանգներին, այդ շատ լավ է, նույնիսկ ներբերանգային, այդ շատ թույն է, դա միշտ պետք է մեզ, որպես մեծ system prompt գրող մարդ եմ կարող ասեմ ես դա։ Ավելի հուսալի է երկար կոնտեքստի ընկալման մեջ, ավելի արագ կատարողականություն, ավելի քիչ հալյուցինացիաներով, օքեյ, թույն։ Դրա համար դրել են անունը Pro, որտեղ ինքը տիպը O3-ից ավելի լավն է։ Ես O3 մոդելը ընդհանրապես ճիշտ ասեմ հավանում եմ, ինքը շատ նես տեխնիկալ է, ամեն մի task չի, որ դու կարաս տաս իրան որ ինքը անի, ու դու գոհ մնաս դրանից, բայց կան բարդ, երբ որ պետք է ոնց որ chain of thought էլի, տենց ոնց որ տարբեր բաներ ապել բարդության ու ոնց որ տենց ստրատեգիչիսկի ավելի շատ գործեր է պետք անել, ու իրեքը շատ լավ ոնց որ կատարում է իր անելիքը։ Ընդհանրապես ինչի է ոնց որ ինչի են GPT մոդելները լավ ու ինչ են բոլորը օգտագործում GPT մոդելները, որտեվ լիքը մարդ ամեն մեկը չի, որ նստում է 10 րոպե prompt-ա գրում, լիքը մարդ գալիս են ու տենց կարճ ձևակերպումներ իրանց տալիս են, ու Gemini-ը կամ օրինակ չինական մոդելները կարան sense մեծ քեզ sense ոնց որ ինֆորմատիվ լավ ուժեղ բան տան, բայց իրանք բան չեն engaging չեն sense ասած, իսկ GPT մոդելները նենց են սարքած, որ ինտուիտիվ քեզ հասկանում են, Claude-ն էլ է տենց ինտուիտիվի մեջ իրականում, ու Gemini-ը մի քիչ երևի ավելի քիչ, բայց ես հավատում եմ, որ ժամանակի ընթացքում բոլորները ինտուիտիվ են դառնալու, որովհետև համ այդ նպատակը, համ էլ հասկանալու են, որ այդ ինտուիտիվ լինելն է հենց որ մարդկանց քաշում է, այսինքն դու կարաս իդեալական prompt չգրես, ոնց որ միտքը այն չի, որ պետքա բոլորը դառնան prompt engineer-ներ, տենց իդեալական prompt-եր գրեն, միտքը այնա, որ հակառակը ոնց որ տեխնոլոգիան պետք է այնքան զարգանա, որ մարդը ու AI-ները պետք է այնքան լավ արդեն տենց chat-ի իստորիա բանես կոմենկոմ իմանան քեզ, որ դու գաս sense ոնց որ sense կարճ, sense ոնց որ փնտի ձևակերպում տաս կոպիտ ասած ու ինքը մեկը քեզ հասկանա ու ջոգե դու ինչ ես ուզում ասես ու ոնց որ մի քան առաջ գնա քեզ ու իտոգում ենք հասնելու ենք դրան։ Okay, այս O3 Pro-ին իմացանք, անցանք, կասեի O3 Pro-ն վերջնական boss-ի էներգիա արձակում, մեր սրամիտ բոտն ասում, Meta-ի աշխարհի մոդելը AB-ն բերում է ֆիզիկական աշխարհ, սրա մասին մենք արդեն կարդացել ենք անցած էպիզոդում, սրա մասին խոսացել ենք, Hollywood-ը դատի է տալիս Midjourney-ին, սրա մասին ենք արդեն խոսացել, իմ բոտը կարող մեկ կրկնվի, որտեվ ես չեմ դրել այն feature-ը, որը որ պետք է կրկնվող նորությունները ֆիլտրացնի ու չդնի, դրա համար մեկ ոնց որ լինում է sense բան, մենք անցնում ենք առաջ $2000-անոց AI ռեկլամ են նկարել NBA ֆինալի համար, եկեք նայենք, ես արդեն տեսել եմ իրան, բայց եկեք մի հատ նայենք, հավես բան են սարքել իրականում։ Այս ռեկլամը գնացել է, ֆարացել է NBA ֆինալներում։ Sense? I got that dog in them. Will egg prices go up this month? I think we'll hit $20. How many hurricanes do you think we'll have this year? Kalshi reklamna. Let you legally trade on anything, anywhere in the U.S. KC. Շատ թույնա, $2000 նստես մարդկանց վրա այս ռեկլամը սարքել ու ասենք ռեալը ինչքան կարժենա ռեալ sense բան սարքելը, ենթադրում եմ 100,000-ներ, հատկապես թե մեծ կամպանիա ես ու ինչ-որ մտած մեծ agency-ի հետ ես աշխատում, պատրաստել են 2 օրում $2000, ցուցադրել են NBA եզրափակչի ժամանակ, հաստատ viral է գնացել, как minimum YouTube-ում ինչ-որ 153,000 ու ես մենակ ոնց որ օֆիցիալը չի հաստատ երևի մարդիկ դժգոհ են, մարդիկ hate this բան ոնց որ դե ոնց որ ուզենք չուզենք ես ամես սպասվում ստեղծված է VO-ի, Gemini-ի ու ChatGPT-ի միջոցով VO-ն օգտագործեն VO3 օգտագործել են վիդեոյի համար, որտեղ այս տիպի որակի թե sound-ով թե նկարների տեսանկյունից կարծինա ավելի շուտ տեսանկյունից VO3-ն է հիմա կարող տես բաներ անի մենակ, ու կամ համարյա մենակ Gemini ու ChatGPT-ի միջոցով էլ երևի գրել են սցենարը ու prompt-երն են գրել, թե որը տվել են հետո V3-ին, պայմանական կարող է ChatGPT-ին գրել սցենարը
Հետո այդ սցենարը վերցրել են, տվել են Gemini-ին, ասել են այս սցենարի հիման վրա մեր VO3-ի համար մտ հարմար prompt գրի ու prompt-երը գրել են ու գեներացրել են մի քանի տարբեր սցենարներ, նայել են որն ամենալավը ստացվում ու դու եթե $2000 են ծախսել ու մն լիքը գեներացրել են էլի, ոնց որ լիքը տարբեր վերստաններ են գեներացրել, լավեր ընտրել են, մոնտաժն արել, կպցրել են իրար ու թունի ռեկլամա ստացվել։ Ինձ դուր է գալիս ամեն ինչը, լիքը մարդու կարա ներվայնացնի ու դուր չգա, բայց ես իմ տեսանկյունից կարամ ասեմ, օրինակ ես որպես solopreneur, ես ունեմ լիքը պրոյեկտներ, ես անում եմ տարբեր գործեր ու ես շատ ոնց որ տենց բան lean սիստեմներ եմ մշակում ամեն ինչի համար, որ ես կանեմ անեմ տարբեր բաներ ու չծախսեմ դրա վրա շատ էներգիա կամ մարդկանց ոնց որ ներգրավելու կարիք չունենամ։ Եթե ես ունենամ պրոյեկտ, օրինակ ես ունեմ SaaS, ես ունեմ prompt manager-ը, իմ SaaS-ը, որի մասին որ երևի առիթ կունենամ հենց պատմեմ, դրա համար, եթե ես ուզենամ ռեկլամը նկարեմ, ես հաստատ չեմ գնալու էլի ինչ որ մեծ փողեր ծախսեմ կամ ինչ որ ֆրիլանսերների hire անեմ ու դրանով զբաղվեմ, ես հաստատ այսպես մեծ բան կանեմ։ Ու ինքը մեծ պոտենցիալ ունի viral գնալու ու նախ ես կոնտրոլ կանեմ թե ես ինչ եմ ուզում, այսինքն ոնց որ հենց բում process-ին կմասնակցեմ, օքեյ, մի քանի հոգի քիչ եկան աշխատեցին իմ հետ, բայց ես էլի մի քիչ չեմ համաձայնվի դրա հետ, որովհետև եթե չլներ AI, ես ոչ թե կգնայի կծախսեի 10000, 20000 ու կսարքի ռեկլամ, այլ ես չէի սարքի այդ ռեկլամը ուղղակի։ Այսինքն իմ տեսանկյունից եմ էլի ասում, ոչ բոլորի use case-ն է միանշանակ, բայց ինձ տվեց թևեր, ու որ ես իմացա, որ ես կարամ հիմա գնամ sense բան սարքեմ։ Ու բում, ասենք, այդ իմ ռեկլամը կարա ունենա մեծ արդյունք, մարդիկ ավելի շատ մարդ իմանա prompt manager-ի մասին, ավելի շատ մարդ գա օգտագործի prompt manager-ը լինի Go, առաջին հերթին ինքը, հետո տա ինձ subscription-ի փող ու ես փող աշխատեմ։ Այսինքն ինչ եղավ, ոնց որ ոչ մի բանից ստա նստած արժեք ստեղծեցի, օգտագործելով ընդհանրապես իմ կրեատիվությունը ու իմ ունեցած սկիլերը, այն որ ես տեղեկացված եմ թե ոնց կարելի է ամեն ինչ անել ու այն որ ես կրեատիվ եմ, որ կրեատիվ եմ այնքան որ կանամ սարքեմ լավ ռեկլամ, որը որ կարա լավ ազդեցություն ունենա։ Մի խոսքով ինչ շատ է դուր գալիս է իդեան, ես անպայման մի օր կզբաղվեմ սրանով։ Ալեքսանդր Վենգամյանը մետային այս 2-3 անգամ արդեն մենք խոսացել ենք սրա մասին։ Տրամպի վարչակազմի գաղտնի ԱԲ նախաձեռնությունը արտահոսել է GitHub-ում, գաղտնի GitHub ռեպոզիտորիայում, ինչա տեղի ունեցել, հենց նոր բացահայտեց ԱՄՆ կառավարության նպատակի հուլիսի 4-ի գործարկման մասին, chatbot-երով, API-ներով եւ Silicon Hawk-ի ոճով կառավարման վահանակով, Թոմաս Շեդը, այո, նախկին Tesla-ից առաջ է տանում ամբողջ նախագիծը ստարտափի պես։ Արտահոսքեր ինչպես 2016-ին, բայց այս անգամ ԱԲ-ի համար։ Հետաքրքիր այս ինչ արտահոսքի մասին է խոսքը, urgent backup is here, գնացինք GitHub, հա, միանգամից, հա, archive.org տանում մեզ, որտեղ որ GSA TTS, okay, իսկ ինչի մասին է, ինչ պլաններ են, this one is an open question for հենց հիմա ոնց որ ես էլ ձեր հետ Bedrock-ի մոդելներին կպած, հա, ինչ որ, okay, հետաքրքիր է, շատ հետաքրքիր է, AI Go, it uses ամսի 4-ի հետ կապված, ճիշտ ասած ես չհասկացա ինչի մասին է, գործարկում chatbot-երով, API-ներով ու Silicon Hawk-ի ոճով կառավարման վահանակով, վարչակազմի գաղտնի ԱԲ նախաձեռնությունը։ Լավ, սրա մասին երևի պետք է հետ առանձին կարդալ, մենք էլի ժամանակ չենք ծախսի հիմա երկար ուսումնասիրելու թե ինչումն է, ոնց որ ինչա տեղի ունեցել էլի, ինչ արտասովոր արտառոց բան կա ստեղ, all-in-one API, ոնց որ ինչ պրոբլեմ կա։ Երևի դեռ ոչ մի վատ բան չկա, պրոստը լուր է, որը որ եկել է հասել է մեզ։ Ինձ չգիտեմ ինչի դված որ ինչ-որ բան է, էլի տենց շատ կարևոր մեծ բան է եղել, բայց ուսումնասիրենք էլի ոչ բան չեմ ասում սրա հետ կապված։ TikTok-ը ներկայացնում է ԱԲ ինֆլուենսեր ավատարներ, բնականաբար ագին ուշացել են AI Spawn-con, TikTok-ը բրենդերին թողելու է generate անել AI ինֆլուենսերներ, որը որ Всё, ժողովուրդ, հեսա մատ պահա գալու, մատ երկու բար խոսանք էլի սրա հետ կապված, մատ պահա գալու, երբ որ դու բացել ես քո TikTok, Instagram եւ այլն, ու 99% կոնտենտը քեզ եկացած ելնելու է AI generated։ Հիմա արդեն կա տենց բան, չգիտեմ 5%-ն է, 10%-ն է, բայց այս թիվը տոտալ բարձրանալու է։ Ասենք մարդիկ գալու են ավատար են գեներացնելու։
այդ ավատարին ասել են, «Էս մեր product-ն է, давай վիզդի ծախի այս product-ը», այդ ավատարը աուդիտորիա հավաքելու, ասենք գազիրովկա, խոսք ինչ որ ծախելու, տենց գազիրովկի մասին content անելու, այդ սա ավտոմատացված աշխատելու։ Հիմա էլ այդ սա կարելի անել արդեն, պրոստը հիմա ոնց որ որոշակի գիտելիքներ են պետք, որոշակի տենց skillեր են պետք, մի քանի մարդ պետք է հավաքվի իրար գլուխ, մեկը մի բան մտածի, կամ լինի մի հոգի, ու այդ մի հոգին սաղանի, ոնց որ սա իր գործերը թողի, ու տենց full time զբաղվի։ Բայց հեսա հիմա մի տարուց, 2 տարուց, 2-3 տարուց լինելու է սիտուացիա, երբ որ դու պրոստը գալու ես, ասենք սաղ պատրաստի ինչ-որ մի սերվիս լինի, սխմես մի հատ կնոպկա, սխմես 2 հատ կնոպկա, փագես ու վсё գնաս, ինքը մնացած սաղ գործերը քո տեղը քո փոխարեն անի։ Իրականում այդ տխուր է, շատ տխուր է, որովհետև ոնց որ creator վիճակ լինելը, հիմա պատկերացրա օրինակ ես հենց հիմա ես չխոսայի քո հետ, խոսալ իմ տեղի իմ ավատարը, ինձ չէր դզի այդ, ինձ ոչ չէր դզի եթե ես շոր մեկին նայի ու իմանայի որ ոնց որ ինքը հալարել է գա, ասենք վիդեո անի իմ համար ու դրա փոխարեն տիպը իր ավատարին ատվե, ես օրինակ իրանից վաղը, չգիտեմ, product չի առնի երևի։ Կարող է նայեի, լսեի բան, բայց ոնց որ, չգիտեմ, ես իրան չէի վստահի, как минимум չէի վստահի։ Չգիտեմ, կարող է դու տենց չես մտածում, բայց ես իմ կարծիքն է։ Աշխարհի մոդելները ԱԲ-ի հաջորդ սահմանը սրա մասին էլի 3D չէ։ Ֆեյֆեյլին Յան Լեկունը մյուսները խորամեն ամսաբերում ես, որ հասկանում է աշխարհը մեր նման փոխազդելով 3D միջավայրերի հետ։ Հա, այսի ոնց որ ռոբոտ, այսի hardware գնալու ոնց որ առաջի ճանապարհն է, էլի, եթե ինչ-որ տենց AI կա, որը որ հասկանալու է այն նույն անցած էպիզոդից, չէ, Facebook-ի մոդելի մասին խոսացինք, եթե ինքը գալիս է կետի, որտեղ որ կարող է հասկանա 3D աշխարհը ու իրանել տալիս են ասենք տես ռոբոտիկ մարմին, то всё էլի ոնց որ լինում է hardware robot, որը որ կարող է ինչ-որ գործողություններ անի, software-ը ուղեղի մեջ դնում են ոբշեմ այդ բանը մոդելը, որը որ աշխարհը ճանաչում է, ու ոնց որ մենք ունենք ռոբոտներ, որոնք որ գնալու են ու լիքը գործեր անելու մեր համար, ու в принципе ոնց որ հենց ամենաիզначальный հենց այդ է միտքը եղել, ասենք չէ, որ մենք հիմա չէ՞ վերջի 2-3 տարին չէ, ասենք 10 տարի առաջ եթե մենք պատկերացնենք искусственный ինտելեկտ, ինչ ենք մենք պատկերացրել ենք, որ искусственный ինտելեկտը այն ոնց որ այն կամ ռոբոտները նրանք են, որոնք որ պետք է մեր համար բան անեն, էլի, ասենք ֆիզիկական ինչ-որ տես գործեր անեն, աթոռ անեն, բերեն, հաց սարքեն, չգիտեմ, ավտո քշեն, հոսքի, կամ գնան ասենք առավոտը անեն գան, իսկ մենք նստենք տիպը կոմպի դեմը, բան ենք նկարներ խոսքի նկարենք, բայց ոնց որ մի քանի տարի է մենք այդ նկարները գեներացնում ենք ու ոնց որ այս hardware-ը մի քիչ ուշանում է, բայց ու в целом ոնց որ ամենահաճելի կոմն է ելնելու էլի ռոբոտների, որը sense հիմա ասենք sense նստեմ ձեր հետ խոսամ, որ ռոբոտը sense կողքովս գնանցնի, հաց սարքի, հաց բերի տա ինձ, ասենք շիամ կոֆե սարքի, կոֆե բերի տա ու մենք էլ մեր գործերով զբաղվում ենք, ոնց որ ամենաիդեալական տարբերակը հենց այդ պետք է լինի, ես անհամբեր սպասում եմ, երբ այդ պահը գալու, երբ որ սա իմ տնային հարցերը լուծի ինչ-որ մի ռոբոտ, այդ ամենատոպն ալնելու, ԱԲ-ն ցուցաբերում է մարդկային մտածողության նշաններ, ChatGPT եւ Gemini նման լեզվական մոդելները այժմ խմբավորում են օբյեկտներ են մարդկանց նման առանց դրա համար հատուկ ուսուցանված լինելու։ Հետազոտողները նշում են, որ սա կարող է նշանակել, որ մենք աստիճանաբար մոտենում ենք ինտուիտիվ ու հեղանման ԱԲ բանականությանը։ Այո, հենց էսա այն ճանապարհը, հենց ստենք մենք գնում, երբ որ այդ ինտուիտիվը ամենակարևոր, ամենաքիվորդ, в общем, ամենամեծ քիվորդն է, в общем, ինտուիտիվը, մեզ պետքա ինտուիտիվ AI։ Մեզ պետքա ինտուիտիվ AI, ինչով է տարբերվում AI-ը մարդուց էսպայդերությամբ, համել ինտուիցիայով, որ մարդը ունի ինտուիցիա, ու այդ հեքիաթներ չեն էլի, այդ ինտուիցիան նես չի ինքը տենց ոնց որ հորինված բառ է, ասենք ինքը ռեալ ոնց որ աշխարհը ընկալելու ձև է ինտուիցիան ու հենց sense պետք է լինի AI-ը, լավ AI-ը, sense ասած։ Google-ը փորձարկում է AB-ով աշխատող ոդքասթների ամփոփումները որոնման համակարգում։ Google-ի նոր աուդիո ակնարկները առաջարկում են որոնման արդյունքների 40 վայրկյանոց ոդքասթավոր ամփոփումներ երկու AB հաղորդավարների ձայնով։ Վաու, այս շատ կայֆ է, այն դեռ փորձնական է, հասանել է միայն ԱՄՆ-ում եւ ու անգլերենով, բայց լրիվ գիտաֆանտաստիկ զգացողություն է տալիս, սա շատ անպայման պետք էր, ափսոս ես հենց հիմա VPN չեմ կարող դաժե միացնեմ, բայց ես մեջ հաճույքով կփորձեի սա,
Որովհետև եթե դու չգիտես, ես արել եմ վիդեո notebook LM-ի մասին դե մի տարի առաջ, երբ որ ոնց որ առաջի, երկրորդ, երրորդ օրն էր որ դուրս եկել notebook LM-ը ու podcast-ի feature կար ընդե, որը որ վաու, sense են որ իրոք sense մտածես որ փոխվեց այդ բայդերությամբ քո ասենք աշխարհընկալումը փոխվեց ու դու ասենք ոնց որ աշկերտ բացվեցին մտ նոր ավել բան տեսան իմացար այդ տես մտ պահեր ու ոնց որ այդ տեխնոլոգիան notebook LM-ից հանել են բերում են դնում են search, ինչը շատ հետաքրքիր իդեա է, ես չգիտեմ ինչքանով ոնց որ օգտագործող կլինի, բայց ինչ ես դու անում, բացրան ասում ես how do noise cancellation how work ու դու գալիս ես podcast-ը լսում դրա մասին ինձ թվում է թույն է, ինձ թվում է շատ արագ ինֆորմացիան ընկալելու ձև է ու եթե օրինակ հիմա մարդիկ կան որ ասում են վայ մենք բան ենք էլ չենք օգտվում Google-ից մենք գնում ենք ChatGPT-ից ենք հարցնում պատասխանները ստանում լավ մտածեք այս feature-ը որ գա ինձ թվում է ոնց որ էլի ավելի արդյունավետ ալնելու principi sense ստանալ ինֆորմացիան Type-արեցիր search մի վարքանում եկավ podcast-ային overview երկու օքի նստեցին բացատրեցին քեզ երևի լավ է խորը դու բնականաբար չես սովորի այդ ամեն ինչի մասին բայց как minimum կունենաս ինչ որ տես բազային գիտելիքներ ու կորոշես քեզ այդ դալ շետակի թե չէ դու դալ ուսումնասիրես թե չէ Amazon-ը հաստատում է, որ App-ն փոխարինում է աշխատատեղերը, Amazon-ը հենց ընդունեց այն, ինչ շատերը կասկածում էին, App-ն սկսում է փոխարինել որոշ աշխատատեղեր, իր բաժնետերերի նամակում ընկերությունը ուղղակիորեն ընդունեց, որ ավտոմատացումը իրական մարդկային ծախսեր է պահանջում, Իրոք, ինչ է կատարվում, Amazon-ը հաստատեց, որ App-ն կրճատում է զանգերի կենտրոնի եւ պայստային աշխատանքները, այսինքն Voice AI-ի հարցը է, հենց Voice AI-ը գա, ես ձեզ վստահեցնում եմ, հենց կոնկրետ Amazon-ի դեպքում դեռ չկամ կոմենտ անեմ, Amazon-ի support-ը այնքան վատն է աշխարհի ամենավատ support-ն է, որ вообще կարելի է հանդիպել, թե որպես customer եմ ասում, այսինքն Amazon-ից ապրանք առնող, թե որպես նախկին seller եմ ասում, ով որ Amazon-ին պարտներ է եղել ու FBA-ում Amazon-ի պլատֆորմում ծախել է իր product-ը, իր brand-ը ավելի շուտ կատաստրոֆիկ support-ա ու այն գիտելիքների բազան, որը որ կա, եթե սարքում ես դրանից մեծ RAG ու հետո դնում ես voice AI-ի մեջ, որը որ տենց էլի ինչ որ տենց շփվող ինտուիտիվ մենք արդեն ոնց որ վերևի նորություններից իմացանք, որ արդեն լավ voice AI-ներ կան ու լինելու են, բալուբոմու հիմա չէ 6 ամսից են լինելու, մի տարուց են լինելու Amazon ունի ինֆրաստրուկտուրան շատ մեծ ու հենց ինքը ինանով կարա հանգիստ deploy անի տենց feature ու փաստացի կարա ասի stay tuned, սա customer support-ի ագենտներին, как minimum ասենք հնդիկ customer support ագենտներին, որոնք որ կարող է մի քանի 100,000 մարդ են ասենք պահի ինչ որ տենց ամերիկական customer support department որտեղ որ ոնց որ տիրություն կանեն սա AI-ներին ու այս AI-ները վստահեցնում եմ պրոստը 200% եմ ասում որ ես ինքս սարքել եմ voice AI ագենտների ու դաժե իմ սարքածները ես կարամ ասեմ որ Amazon-ի հնդիկ support-երներից 100 անգամ ավելի լավն են եթե Amazon-ը գնաց ոնց որ մասշտաբային բան սարքի չեմ կասկածում որ գոնե իմ սարքածների չափ որ հաստատ որակ պետք է ունենա Amazon-ի սարքածը դե ու հա մի խոսքով customer support-ը արդեն դառնում է ոնց որ տենց էական հարց как минимум տենց 95% այս հարցը ոնց որ փակվելու է իսկ այսօրվա համար երևի այսքանը այս հերթական հայերեն էպիզոդներ մերսի շատ կհանդիպենք հաջորդին